Մաննանը պետք է որ հետևում է Թուրիշնոյի յուրաքանչյուր քայլին, բայց Մաշան միշտ գալիս է և փորձում է զայրացնել նրան, ցանկանալով նյարդայնացնել նրան, հետևաբար Մաննանը կարծում է, որ նա պետք է հանգիստ մնա։ Մաշան գալիս է և Մաննանին ինչ որ բան է պատմում երեխայի մասին ասելով. «Ինչ տեսակ աղջիկ ես դու, որ նույնիսկ մի բան չես կարողանում հաղթահարել»։ Սա լսելով Մաննանը կզայրանա և կփորձի ծեծել նրան, բայց նրանց կռիվն ավարտվում է, և Մաշան ստիպված է հեռանալ։ Մաննանը պահպանում է իր հանգստությունը իմանալով, որ Մաշան նման բաներ է ասել կռիվ հրահրելու համար։ Չնայած Մաշան դուրս է գալիս, նա մտածում է. «Ես Մաննանին ճշմարտությունն ասացի և նա զայրացավ, բայց հիմա ես Ծրիշնոյին կպատմեմ այն ամենի մասին, ինչ նա փորձեց անել ինձ հետ»։ Մաննանը պետք է պապիկի հետ լինի, երբ պապիկը հարցնում է։ Մաննանը ինչ որ բան մտածում է։ Երբ Մաշան եկավ, Մաննանի պապիկը այնտեղ չէր։ Հիմա, տեսնելով Մաննանի վնասվածքները, պապիկը հարցնում է. «Այս ամենը ինչ է, ինչպես է պատահել»։ Բայց Մաննանը չէր ուզում ասել, որ քրվել է Մաշայի հետ։ Այդ ժամանակ պապիկը վեր կացավ և ասաց. «Եթե չես ուզում պատմել, ես ինքս կպարզեմ»։